Ողջույն պարլամենտ ամսագրի մեր սիրելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք մի կնոջ, ով իր պրոֆեսիոնալիզմով և հետևողականությամբ ձևավորել է շինարարական ոլորտում որակի բարձր ցուցանիշ Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այսպես մեր հյուրն է Փ. Աբաջյան փորձարկման լաբորատորիայի և սերտիֆիկացման մարմնի հիմնադիր և տնօրեն Փիրուզա Աբաջյանը։ Ողջունում ենք ձեզ, շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար, Տիկին Աբաջյան։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Հետաքրքիր է իմանալ շինարարական ոլորտում կին լինելը մարտահրավեր է ինքնին և արդյոք այս տարիների ընթացքում սկզբնական շրջանում իհարկե ձեր մասնագիտական կարիերայի չեք հանդիպել թերագնահատման, այսպես ասած, մեկնաբանությունների և ինչպես եք դրանք հաղթահարել կամ ինչպես եք արձագանքել այդ թերահավատ կարծիքներին։ Երբ առաջին անգամ մտա գործարան, այսինքն նոր ավարտ, նոր շրջանավարտ, առաջին անգամ մտա գործարան, թերահավատորեն նայում էին բոլորը, որովհետև մոդայիկ հագնված, Երևանում ուսանած, աղջնակը մտնում է գործարան և այսպես ասեցին, 2 ամիս չի դիմանա, անպայման նա կգնա, հետո կրճատվողը, այսինքն դուրս եկող գործանից ես եմ եղել։ Իհարկե թերահավատորեն կմոտենա, որտեղ փխրուն աղջիկ շինարարության մեջ շատ բարդ է, իհարկե մեր ոլորտը շատ բարդ է։ Դրան պետք է, ես ոլորտը ընտրել եմ այսպեսին, սկզբից ընդունվել եմ չսիրելով, հետո սովորել եմ, չսովորած, հետո նոր սկսել եմ սիրել։ Այդպիսին է, մարդիկ ընդհանրապես ոլորտը ընտրում են, սկզբից սիրում են կամ հարմարավետ է իրանց, հետո նոր սկսում են աշխատել, իսկ ես առանց սիրելու այդ ոլորտը այդպես է պատահել, որ մասնագիտություն ուզել եմ այլ մասնագիտություն ընտրեմ, բայց ստացվել է այդպեսին, հիմա ինչ ասես, կյանքը ստիպում է և ես շատ սիրեցի, այնքան սիրեցի, որ մինչև հիմա աշխատում եմ այս ոլորտում։ Եվ այսօր այո, մեծ հաջողություններ եք գրանցել ձեր կարիերայում։ Տիկին Աբաջյան, ձեր կերպարը միշտ ընկալվում է որպես այսպես խիստ կնոջ կերպար, հատկապես աշխատանքային բնագավառում։ Բայց հետաքրքիր է իմանալ անձնական կյանքում արդյոք այդ խիստ կերպարը դուք կրում եք եւ արդյոք դա չի խանգարում։ Երբեմն պատահում է, երբ տուն եմ վերադառնում, մի բան լինում է աղջիկների վրա, ասենց բարձր տոնով խոսում եմ, աղջիկներին ասում եմ, մենք ուզում ենք մեր մամային, ոչ թե տնօրեն Աբաջյանին։ Ընտրում եմ տուն վերադարձի մամա։ Իհարկե լինում է, ամուսնուս հետ մենք ամբողջ օրը աշխատանքի մեջ ենք, լինում է, ասում է, ինքը շատ հանգիստ է բնավորությամբ, ես ավելի բռնկուն եմ, եւ ասում է հանգիստ, հիմա այս հարցը այլ ձև կլուծվի, եւ դա հարթվում է, կա, իհարկե պատահում է, առանց դրա չի լինում, բայց հարթվում է։ Հաղթահարվում են, այո։ Հաղթահարվում է, այո, անպայման։ Կողմերից մեկը անպայման հարթում է եւ դա շատ ուրախ եմ, որ դա ամուսինս է։ Իսկ եղել է այնպիսի մի խնդիր կամ հարց, որը ժամանակի ընթացքում շատ քննադատվել է, բացի մասնագիտական ընտրությունից դա կարող է լինել, բայց հետագայում հասկացել եք, որ ճիշտ ընտրություն եք կատարել, դա կարող է լինել անձնական կյանքի, կողակցի ընտրությունը օրինակ։ Այո, եղել է ասել ենք ոչ, եղել է ասել ենք այո, եւ չեմ սխալվել։ Դա իմ կյանքի ուղեկիցն է եղել, որ ամբողջ կյանքում ինձ ուղեկցել է իմ ամուսինն է։ Ես սխալ էի, իհարկե, մայրս ճիշտ էր, մայրս ստիպեց, որ ամուսնանանք, իսկ եղել է նաև ոչ եւ չեմ փոշմանել։ Երբեմն կյանքը ստիպում է փոխել մեր պատկերացումները կամ գուցե շարժվել ուղղությամբ, ինչը ինչպես դուք ինքներդ էլ նշեցիք, չի եղել մեր պլաններում, բայց հետագայում հասկացել ենք, որ օրինակ ճիշտ ընտրություն ենք կատարել։ Եթե խոսենք օրինակ մի փոքր, քանի որ հարցազրույցը հետաքրքիր կլինի մարդկանց իմանալ նաև այդ խիստ կերպարի անձնական կողմը, ինչպիսին է Տիկին Աբաջյանը ընտանիքում, նուրբ եք ավելի, թե էլի այդ խիստ կերպարը պահում եք։ Խստությունը ես պահում եմ ընտանիքում աղջիկների նկատմամբ, որտեղ իրենց անպայման խիստ պետք է լինի, որպեսզի հասարակության համար լավ պիտանի մարդիկ լինեն։ Առաջինը իրենց համար, հետո հասարակության համար։ Անպայման խիստ լինում եմ, բայց այդ խստությունը աշխատանքի, դա ընտանիքի խստություն չէ, դրանք լրիվ տարբեր բաներ են։ Ես կարող եմ աշխատողի վրա չզայրանալ, բայց տանը աղջիկների վրա զայրանալ։ Դա բնական է։ Իհարկե, այդպես է։
պարտադիր։ Ես գտնում եմ, որ դա պարտադիր է, բայց ոչ միշտ։ Եթե իհարկե ես լինում է պահեր, որ իրանցից խորհուրդ եմ հարցնում, ասենք իրենց կարծիքն եմ հարցնում, դա պարտադիր բան է։ Մեր սերունդը շատ զարգացած է։ Այն, որ մենք չենք ստացել մեր ժամանակ, մենք քրքերով ենք ստացել ամեն ինչը, մեր կարդալով, հիմա համակարգիչներով, որոնք մեզ մոտ ավելի թույլ են։ Չի ասի մոտ շատ թույլ են, բայց թույլ են։ Իրանց նման չկան։ Բայց լինում են այսպիսի պահեր, որ խստություն ընտանիքում ես գտնում եմ, որ դա ճիշտ բան է, որ ես ճիշտ մարդ եմ դաստիարակել։ Դա կյանքում ամենամեծ բանն է, ամենամեծ նվերն է, որ երեխան մորը տալիս է, ծնողներին ավելի շուտ։ Տիկին Աբաջան, ձեր ընկերությունը ոչ միայն փորձարկման լաբորատորիա, այլև սերտիֆիկացման մարմին է։ Մի փոքր որպեսզի մանրամասնենք ինչ է իրենից ներկայացնում, ինչ գործունեություն է ծավալում արդեն երկար տարիներ։ Այո, այս տարի մեր 20-ամյակն է լրանում գործունեության, որ տարվա վրա մենք մեր գործունեությունը ընդլայնել ենք, սարքավորումները տանեն։ Սերտիֆիկացման մարմինը իրենից ներկայացնում է, դա մի մարմին է, որը հիմնվում է լաբորատորիայի փորձարկումների վրա։ Լաբորատոր փորձարկումները կատարվում են, իսկ սերտիֆիկացումը տրվում է լաբորատոր փորձարկումների հիման վրա։ Նմուշարկումներ ունենք, որոնք պետք է անպայման սերտիֆիկացիան մարմինի փորձագետը կատարի։ Ասենք մենք ստանում ենք հայտատուի կողմից հայտեր, գնում ենք նմուշարկում անում ենք եւ համապատասխան նամակով դիմում ենք մեր լաբորատորիան, իհարկե եթե մենք ոլորտային մեջ չունենք նման փորձարկումներ, ուղարկում ենք այլ լաբորատորիա, բայց Պարկաստում մենք ամեն ինչ մեր սերտիֆիկացիոն մարմինն է կատարում, այն էլ մենք սերտիֆիկացիոն մարմինը բավականին բարդ ոլորտ է համեմատած լաբորատորիան հստականում է դա, իսկ մարմինը եւ նմուշարկում է եւ պատասխանատու հաստատավորումը բավական շատ է, ներգրվող եւ արտահանվող արտադրանքին տալիս ենք սերտիֆիկատ։ Այո, նաեւ պատասխանատվության աստիճանը անպայման պատասխանատվությունը գործարաններ ունենք մեծ, հիմա մենք ամռանի գործարաններ ունենք 3 հատ, որի սերտիֆիկացումը մենք ենք կատարել եւ մշտական հսկողության տակ ենք պահում։ Ունենք նաեւ ցեմենտի գործարաններ, որոնք 4 ցեմենտի գործարաններ, որոնք նույնպես ենք մենք Հայաստանի Հանրապետության բոլոր գործարաններ այսօր պատասխանատու մենք ենք կատարում, մեր ընկերությունն է անում, որի համար ես շատ պատասխանատվություն եմ նախ կրում, հետո սերտ կապերի մեջ ենք իրանց հետ, անընդհատ հսկողությունը արվում է, որպեսզի մեր հանկարծ շինարարությանը որևէ անորակ արտադրանք չգնա։ Ձեր ոլորտում որն է ամենաբարդ խնդրահարույց կետը այս պահին Հայաստանի Հանրապետությունում, հա? Ինչ խնդիրներ կան մասնագիտորեն, որ դուք տեսնում եք։ Խնդիրները շատ են, ասեմ, հաստատվորումը, տեղայնացումը ստանդարտների, որոնց մեր մոտ չունեն։ Մենք հիմա օգտվում ենք կամ եվրոպական ստանդարտներից, կամ ամերիկյան ստանդարտներից, կամ Ռուսաստանի Դաշնության ստանդարտները, որոնք շատ բավականին տարբերվում են։ Մեզ անհրաժեշտ է գրագետ տեխնիկական փորձագետներ, որպեսզի տեղայնացվեն եւ գումար իհարկե։ Կառավարությունը պետք է բավականին այս հարցերին բավական նայի, որտեվ երբ Ռուսաստանի Դաշնությունից տեխնիկական կանոնակարգեր են գալիս, Բելարուսիան, Կիրգիզիան, Ղազախստան անպայման իրենց ստանդարտները տնում են։ Իսկ ես մտահոգված եմ նրանով, որ Հայաստանը չունի այսպիսի բաներ։ Պետք է անպայման լավ գրագետ տեխնիկական մասնագետներ ունենանք, որոնք զբաղվեն դրա։ Կոմիտեներ են կազմվում, ղեկավար է նշանակ, գումար պետք է տակ մարդկանց, որպեսզի աշխատեն այդ ստանդարտները։ Ես շատ կցանկանայի, որ միջազգային նախագծերը երբ գալիս են, իրենց ստանդարտներով չգան, շատ բաներով տարբերվում ենք, որտեղ մեր տեղի հումքը իրենց ստանդարտներին մեծամասամբ չի բռնում։ Բռնում է իհարկե, բայց շատ են փնդրտուքները, շատ են նյութերը գտնել, օրինակ ջրամբարները, ճանապարհները միջազգային, իրենց ստանդարտներ, օրինակ պարսկական կողմը մեղրից սարքում է իրենց ստանդարտը, միջազգային ստանդարտներով է սարքում, բայց հումքը դա տեղական հումք է, չէ՞, պատկերացեք տեղական հումքը հարմարեցվում է իրենց ստանդարտներին։ Դա լավ չի, ես կցանկանայի, որ մեր ստանդարտացումը շատ բարձր որակի լիներ, որ ցանկացած ներտնող, թեկուզ ներտնող գար եւ ասեր սա Հայաստանն է եւ սա ստանդարտները բավական բարձր են։
Ոչ միայն մարտահրավերները ձեզ համար շատ են որպես կին ղեկավար, այլև որպես բարդ ոլորտի կին ղեկավար, հա, որովհետև ոլորտը, որը ղեկավարում եք, տարիներ շարունակ այնտեղ ամրացել եք, ձեր արմատներն եք գցել եւ արդյունքներն այսօր տեսանելի են հանրությանը, էլի մարտահրավերները շարունակվում են տարեց տարի։ Ինչն է ձեզ ոգեշնչում, որպեսզի շարունակեք ձեր աշխատանքը, շարունակեք ամուր կանգնած մնալ ձեր ոտքերի վրա։ Ես ասեցի, չէ, ես մասնագիտությունը ընտրել եմ չսիրելով։ Ընկել եմ այդպես ասած, այդ ոլորտն եմ ընկել, հետո սիրել եմ։ Այնքան որ նույնիսկ կարող եմ միայնակ աշխատել, չզգալով որ կոլեկտիվ ասենք գնում է, մեր թիմս գնում է տուն, արդեն աշխատանքի ավարտն է։ Ես միայնակ կարող եմ 3-4 ժամ աշխատեմ մինչև գիշերը 10:30։ Դա ես դրանց հաճույք եմ զգում։ Նախ աշխատանքից մարդ պետք է հաճույք զգա աշխատելու, պարզապես չասի ես աշխատեմ եւ գնում եմ տուն, վերջացրի այսօրն էլ անցավ, չէ, այդպես ոչ իմ թիմն է այդպեսին, ոչ ես եմ այդպեսին, ես այսպես ասած իմ խառնվածքին ընտրել եմ իմ թիմը, կամա թե ակամա ոնց որ Աստծո կամոք, իմ բոլորը հավաքվել են իմ շուրջը իմ երիտասարդներ, որոնք ամեն ինչով իմ բոլոր պահանջների ոչ թե պահանջների կատարողը, ավելի ճիշտ կլինի համահունչ ենք մենք իրար հետ, որ միասին երկար կաշխատենք հաստատ եւ աշխատում ենք։ Տիկին Աբաջան, այդ ամենի հետ զուգահեռ նաև նշեցիք ընտանիքի անդամներից աղջիկներին, երկու շատ գեղեցիկ հրաշք աղջիկներ ունեք, որոնց հետ առիթ ենք ունեցել ծանոթանալու, կուզենայի, որ նրանք էլ ձեր ուղով գնային, թեև եթե չեմ սխալվում, աղջիկներից մեկը արդեն այդ ճանապարհին է, ինչպես եք վերաբերվում այդ ճանապարհի ընտրությանը։ Անահիտը երբ մասնագիտությունը ընտրում էր, դպրոցը, ավագ դպրոցը պոլիտեխնիկական երբ ավարտեց, չգիտեր որտեղ տար։ Հարցրեց իմ կարծիքը, ես ասի լեռնամետալուրգիա, միանշանակ, որովհետև սա մի ոլորտ է, որը ամբողջ աշխարհում պահանջարկ կա։ Ես խորհուրդ եմ տվել, ուղղակի ինքն իմ խորհուրդ ընդունեց եւ այդ խորհրդի վրա գերազանց ավարտեց ինստիտուտը եւ հիմա աշխատում է իմ մոտ, իմ ընկերությունում, ես նրա նկատմամբ շատ խստապահանջ եմ, շատ, բոլորի նկատմամբ այդքան չէ, ինչքան իրեն նկատմամբ եմ, դա այդպես պետք է լինի, առաջինը պետք է ուզես քո երեխայից, հետո նոր մնացածից, չնայած ասում եմ բոլորը ուզում են իրան կոծկեն, ասում եմ հանգարց չհամարձակվեք իրեն որևէ բանով պաշտպանել, ինքը սա պետք է անի, ես առաջադրանքը տալիս եմ, ինքը պրպտողը, փորփրողը եւ լեզուն լավ տիրապետում է մի քանի լեզվի, որի համար ինքը շատ քրտնաջան աշխատել է։ Իհարկե, ես խորհուրդ եմ տվել ինքը ընտրել է եւ ինձ թվում է չէր փոշմանել, որտեվ հիմա պատրաստվում է իր մասնագիտությամբ աշխատելու։ Տիկին Աբաջան, ես հիշում եմ մեր նախկին հարցազրույցները եւ մի հարց կա, որը այսպես ասած շրջանցել ենք մենք միշտ, հա, դա վերաբերում է թույլ կողմերին, ինչով եք կարևորում այդ թույլ կողմերի մասին չխոսելը։ Թույլ կողմերը ընդհանրապես չեն խոսում, որտեվ հակառակորդը հաստատ կօգտվի դրանից։ Չի ասի թույլ կողմ, գիտեք, թույլ կողմ ասելով ես հարցազրույցներից մեկի ժամանակ ամուսնուս հարցրեցին, թույլ կողմ ասում է ինքը շատ վստահում է մարդկանց։ Բայց դա իրականությանը համապատասխանում է։ Այո։ Ես մարդկանց մեջ միշտ տեսնում եմ ամենալավը, բարին, ամենագեղեցիկը, միշտ աշխատում եմ, դա լինի արտաքինով տգեղ, դա բացարձակ կապ չունի իմ համար, մարդու միջի հոգեկան հոգին, մարդու պահվածքը, մարդու դաստիարակությունը, ամեն ինչ, բայց ես միշտ տեսնում եմ, մոտ բազմաթիվ մարդիկ են գալիս, աշխատանքի ընդունվելու, գործերով գալիս են, ես շատ սիրում եմ մարդուն վստահել, դա վատ հատկանիշ չի, բայց դա երբեմն բերում է թերությունների, հիասթափություն, բայց ասեմ ձեզ, եթե ես ասում եմ մի կողմ էլ ունենք շատ վատ կողմ ունեմ, որ ասում եմ ոչ, դա երբեք այո չի դառնում։ Այդ դա արդեն դա սկզբունքայնության մասին է թերևս խոսում։ Այո, սկզբունքը, հա, կասես սկզբունքային է, եւ բայց մեկը մյուսին հաջորդում է եւ դա է վստահում եմ մարդկանց, սիրում եմ վստահել մարդկանց եւ հիվանդագին լավատես եմ։
Տիկին Աբաջան, մի փոքր այսպես բլից հարցադրումներ ունենք ձեզ համար պատրաստած, եթե դեմ չեք, փորձենք բլից հարցադրումներին էլ պատասխանել, որոնք տենց կարճ պատասխաններ են ենթադրում։ Եթե ձեր կյանքի մասին ֆիլմ նկարահանվեր, ինչպիսի վերնագիր կտայիք այդ ֆիլմին։ Ճիշտն ասած, ես ինչ եմ արել, որ ֆիլմ նկարեն իմ մասին, ես ընդամենը իմ աշխատանքն եմ կատարել, չէի ուզենա, նախ ասեմ ինչի համար, եթե ֆիլմ եք նկարում, մարդ պետք է լրիվ անկեղծանա ամեն ինչ, բայց յուրաքանչյուր մեկս ունենք մեր կյանքի մուտանկյունները, մութ տեղերը, ոչ վատ առումով, որոնք չենք ուզում բարձրաձայնել, կոնկրետ ես չէի ուզենա բարձրաձայնել, դրա համար ֆիլմ չէի ուզենա, ֆիլմը պետք է շատ անկեղծ լինի, շատ բաց լինի, եթե մարդու կենսագրությունը պատմում ես, դա անպայման պետք է շատ բաց լինի, հանրության առաջ, իսկ եթե ոչ պետք չի, ինչ-որ բաներ թաքցնելով, բան չի ուզենա, ֆիլմ պետք է նկարեն մեր հերոս տղաների մասին, որոնք իրենց կյանքը տվին, մեր տաղանդավոր երաժիշտների, ռեժիսորների, որոնք մեծ նկարիչների, որոնց մեծ հետք են թողնում մշակույթի, մեր ազգի պատմության մեջ, մենք մեր աշխատանքն ենք կատարում, սիրելի Էլզա, եւ դրա համար ֆիլմ ես չէի ուզենա նկարել, հաստատ։ Հետաքրքիր պատասխաններ իրականում Տիկին Աբաջան, բայց ինչ որտեղ մտածելու տեղիք տվեց, շնորհակալ եմ այդ հարցին այդպես պատասխանելու համար, ձեր սիրելի բույրը։ Դաշտի ծաղիկների բույրը, շատ եմ սիրում, ես մեծացել եմ դրա մեջ։ Ձեր որ սկզբունքը երբեք չեք զոհաբերի բիզնեսի համար։ Արտադրություն։ Ձեր բարեմաղթանքը հայ կանանց եւ ինչու՞ չէ, կանանց միամսյակը թերևս արդեն միամսյակի մեջ են գտնվում, այնպես որ գուցե ինչ որ խոսք ունենաք նրանց ասել։ Ոչ միայն միամսյակի համար, մեր սիրելի կանանց, հայ կանայք շատ ստեղծագործ են, ստեղծարար են, տանջված են, այսպես ասամ, 90-ական թվերի կանայք, որոնք հիմա բավականին հիմա պատկառելի, որոնք շատ տարիք ունեն, արդեն կին են, այդ տարիներին լույս, գազ չլինելու պատճառով շատ են տանջվել, որոնցից մեկը քույրս է եղել, եւ ես իրանց կցանկանամ ամենառաջին առողջություն։ Հետո ցանկացած գործ տնելուց երբեք մի քվարանի հաշվարկեք ամեն ինչը, սիրելի կանայք, վախենալու ոչինչ չկա, ամեն ինչ սկսվում է սկզբից, սկիզբը դնում եք եւ հետո այդպես գնում է, հավատացեք, դա ասում է մի մարդ, որ այդ դժվար ճանապարհը անցել է, մի վախեցեք դժվար ճանապարհից, դա այդ դժվար ճանապարհը մարդուն կոփում է, մարդուն դարձնում է մարդ, տեսակը, երբ ուզենաք ձեր մեջ մարդ տեսակ արդեն հայտնաբերեք, յուրաքանչյուր մարդ չի կարող, ամեն մարդ չի կարող իր մարդ տեսակը հայտնաբերի իր մեջ, փորձեք ցանկացած բիզնես, դա կլինի ասեղնագործություն, ծերագործություն, դա կլինի շինարարություն եւ այլն, պարտադիր չէ շինարարության ոլորտ մտնեք կամ ինչ-որ բան, բոլոր ոլորտները սիրելի են, բոլոր ես գիտեմ կանանց, որոնք զրոյից են սկսել եւ հասել են մեծ հաջողությունների, դրանք պետք է փորձել ամեն ինչը եւ մի վախեցեք ընդհանրապես կյանքում, բոլոր մարդիկ են նույն մարդիկ են, մեկը մի քիչ լավ, մեկը մի քիչ վատ, այո, եւ սերով չպայմանավորենք։ Բացարձակ կանայք ունենք, որ ցանկացած տղամարդու կանցնի, ինձ թողնել են մեր տղամարդիկ, բայց իրոք այդպեսին կանայք, եւ ամենառաջին ասի առողջություն եմ ցանկանում, հետո տոկունություն եւ ձեր ամուսինեն շատ սիրալի եղեք, դրանք իրոք ընտանիքի գաղափարը շատ բարձր է, որ ընտանիքը պահպանեք կանանց վրա է, ոնց որ շինարարական լեզվով ասեմ, հիմքը գցած ամուսնանում են, հիմքը գցում են, հետո սյուները դա կանայք են, իսկ ծածկը վրայի տղամարդն է, սյուները եթե ամուր չեղան, ծածկը կփլվի, անպայման, հետևաբար սյուները պետք է տանեն ամեն ինչ, այդպեսին է դերը, կնոջ դերը այդպեսին է կյանքում, ինչ անես, այդպես է Աստված ստեղծել, պետք է դրա հետ պետք է հաշտ լինենք, հաշտվենք եւ ամեն ինչ լավ կլինի։ Այո, շնորհակալ եմ գեղեցիկ հարցազրույցի համար, Տիկին Աբաջան։ Դե ինչ, մի վախեցեք, սիրելի կանայք, քայլեք ձեր ճանապարհով, դիմեք ռիսկերին եւ հասեք ձեր առջև դրված բոլոր նպատակներին։ Իսկ մենք հիշեցնենք, որ մեր հյուրն էր Փ. Աբաջան, փորձարկման լաբորատորիայի եւ սերտիֆիկացման մարմնի հիմնադիր եւ տնօրեն Փիրուզա Աբաջյանը։ Լավ մնացեք, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի հետևեք մեր հետագա հարցազրույցներին։